Մարիամ, քույրեր։ Քրիստոս հայրավ, Քրիստոս հայրավ, Քրիստոս հայրավ։ Ինչ է պատահել։ Ինչ է պատահել։ Ձայն, դեն մինչև հիմա ականջներում ես նրա ձայնը, ինչ լանայի էր նրա ձայնը, ետ ասաց Մարիամ, ոչինչ չէի տեսնում, ու չէի զգում, բայց երբ ասաց Մարիամ, աչքերս բացվեցին ու տեսա նրան, երեքով առաջ խաչված, թաղված և հիմա հարություն արած մեր Տիրոջը, Աստծո միածին որդուն, Հիսուս Քրիստոսին մեր Փրկչին։ Այո, նա ինքն է, մեր Տերը, տեսանք նրան ու ձեռքերով շոշոփեցինք։ Ինչ է, ուզում ես ասել, որ Մարմինը գերեզմանի մեջ չէ այլևս։ Հիմա, հանգամաներ են ամեն ինչ կպատմենք, շաբաթ գիշերվանից, անհամբերությամբ պատրաստություն ենք տեսնում գերեզման գնալու համար։ Յուն ու խուն կառնված էր, ամեն բան պատրաստ է, բայց բոլորիս մտածմունքն է, ինչպես տիգլորեն քարը, որ փակում էր գերեզմանի դուռը, բայց հավատացեք, իզարմանց բոլորիս քարը գլորված էր ու գերեզմանը դատարկ։ Բայց սա դեռ ամբողջ չէ, գլորված քարի վրա նստած էր Աստծո հրեշտակը, որ լուսավոր կերպարանքն էր։ Մինչ մեզ վաղ լուսասավն էր պատել, հրեշտակը մեզ ասաց. մի վախեցեք, մի շփոթեք։ Գիտեմ, հաճված Հիսուսի հետևից եք եկել, ու նրա մարմինն եք խնդրում, բաժաճ հարգանքնատությունից։ Բայց նա այստեղ շայլելուց, նա հարություն արավ, նա մեր Աստծո, նա կենդանի է։ Հետո, երբ գերեզմանից դուրս եկանք ու Երուսաղեմ էինք շտապում, տեսածները ժամ առաջ ձեզ պատմելուց, կատարվեց անհավատալի։ Ճանապարհի վրա մեր դիմաց դուրս ելավ Հիսուսը իր սովորական կերպարանքով և ասաց. ողջ եղեք։ Բոլորս էլ ճանաչեցինք մեր վարդապետին, հարգանքով երկրպագեցինք ու հարվելով ոտքերին խոնարհությամբ համբերեցինք, իսկ նա հրթափանց հայացքը մեզ վրա հարելով խոսեց մեզ հետ և ասաց. մի վախեցեք, ես ձեր վարդապետն եմ և գնացեք, ինչ որ տեսա, պատմեք առաքյալներին և իմ սիրելի եղբայրներին։ Ինչ է, չեք հավատում,